Պատարակ եք մասնակցել։ Այո։ Տեղյակ եք, որ Նիկոլ Փաշինյանն էլ այստեղ Չէ, խանութ է գալիս նոր պատահական է։ Բայց մենք ամեն Կիրակի մասնակցում ենք։ Նա այստեղ իրա գտնվելը ձեզ համար շատ լավ, շատ դրական, շատ։ Կիսում եք։ Կողքի ապրող եմ, մոտիկ տեղ եմ ապրում, ամեն Կիրակի մենք մասնակցում ենք պատարակին։ Իսկ կիսում եք Նիկոլ Փաշինյանի այս եկեղեցին բարեփոխելու այս։ Այո։ Ամեն ինչն է բարեփոխում, ամեն ինչը խելացի անում։ Այո, մենք իրան բարում ենք եւ պետք է ընտրենք։ Շատ սիրում ենք մեր վարչապետին, իր ընտանիքին։ Ինքը ինչ եք սիրում։ Ինքը շատ դրական բաներ է արել։ Դրական, ամեն ինչը դրական է։ Ինքը սովորական Առաջ հիշում եմ, որ ինչ վիճակով ենք ապրել։ Ինչ ձև, ամեն ինչը բարեփոխված է։ Դպրոցները, մանկապարտեզները, ճանապարհները։ Դուք երևի որ տանից դուրս եք գալիս ցեխաջրերով, փոսես չեք տեսնում։ Ոչինչ, դա լինում է բոլոր տեղ, բոլոր պետություններում է լինում է։ Զույնը գալիս է, կարող է քանդվի, կարող է անդրել։ Հիմա որ Մոսկվայում այտենց ուժեղ բուք եղավ, ձուն եղավ։ Ինչ եղավ։ Մարդիկ ելան Բոլոր տեղ էլ նույնն է։ Ասենք Երևանում ենք ապրում, Երևան ամբողջ աշխարհում էդի բան է, եմ որ ասում, ինչի ասու տված բանն է, գալիս է, ձունը շատ է գալիս, ամեն ինչ։ Եթե ես ուզենամ մի մարդու վրա մի բիծ գտնեմ, թեկուզ ամեն ինչը նորմալ անի կգտնեմ։ Այ որ ասում եք Նիկոլ Փաշինյանը լավն է, բարեփոխում է, տեսել եք ձեզ ինչքան թոշակ է տալիս։ Դա պարգևավճարները։ Հիմա ես ասեմ, առաջ թոշակը եղել է 16000, հիմա թոշակը մինիմալը դարձել է 37000, ես ստանում եմ 65000 դրամ թոշակ ու ես կարող եմ ունակ եմ, գնում եմ աշխատում եմ։ Իսկ այս կաթողիկոսին փոխելու հետ կապված ինչ եք կարծում, ինչու պետք է փոխել, որ ասում եք Որովհետև ինքը գտել, դե ուրեմն որ ասում են, որ մի բանը այն չի, պղծված է եկեղեցին, եկեղեցու քողի տակ ինչ ասես անում են, դրա համար էլ պետք է փոխեն, ճիշտ անում, ինքը գտնում է ճիշտ անում է։ Դուք աջակցում եք իրեն այդ։ Ես աջակցում եմ Նիկոլ Փաշինյանին, ես բան չեմ եկել, ես նոր տրանսպորտի մեջ չտեսա, ինչ որ բան ասեցի, խանութ ենք եկել ու մտնենք պատարակի, ամեն Կիրակի կարող եք գաք ստուգեք, ամեն Կիրակի մենք պատարակի ենք, անցած Կիրակի էլ մեր Սուրբ Խաչ եկեղեցու այդ օծման արարողության օրը պատիլներ մատուցեցին այստեղ հարիսա մենք եկանք ճաշակեցինք այստեղ պատարակի կաթողիկոսի անունը հնչում է չեմ լսել կաթողիկոսի անունը բայց ասում են քաղաքական գործիչները պետք է քաղաքականությամբ զբաղվեն, եկեղեցին ինքը իր բանով Եթե քաղաքական գործիչները իր ներսում իր խնդիրները լուծի Հայաստանի ղեկավարը գտնում է, որ բանը եկեղեցիները վտանգի տակ են, այդ ինչ, Գրիգոր ինչ, չեմ էլ իմանում անունը ասա Ում անունը Այդ Կաթողիկոսի անունը, Գարեգին B են ասում, Գարեգին երկրորդ են ասում, ինչ Եթե որ գտնում է, որ ինչ-որ մի բան են չի, ինքը իրանից չի հանե, ուրեմն կա էլի, որ փաստը կա, որ մի բան են չի։
Բայց այսինքն առանց փաստերի դուք հավատում եք Նիկոլ Փաշինյանին։ Փաստը կա, հավատում Ո՞րն է եմ։ փաստը, ասեք մենք էլ իմանում։ Բան ունի երեխաներ ունի, փաստը կա, որ ինքը գործակալ է։ Դուք տեսել եք երեխային։ Չի բերի սաղի ներկայացնում։ Պատարագին եք մասնակցում։ Նիկոլ Փաշինյանն էլ այստեղ տեղյակ եք։ Չեմ էլ ուզում տեղյակ լինել։ Հիմա ներսն է, անվտանգության բազմաթիվ աշխատողներով, թիմակիցներով կշարունակեք մնալ։ Հա։ Կմնամ։ Հիմա Պատարագի եկե, բայց տեսած թե ինչ որ այն չի, ինչ է, ինչ Նիկոլ Փաշինյանն էր եկել։ վայ, աչքս լույս։ Իր համար խելագարվում ենք ազգովի։ Ինքը որ այստեղ է դրա համար գնում է։ Այո, հենց դրա համար։ Ինչ կարծիք ունեք նրա այս բարենորոգում, որ ասում է եկեղեցին են բարենորոգում, դրա այդ մասին ինչ կարծիք ունեք։ Ինքը եկեղեցին կործանում է, մեր ազգն է կործանում։ Իրանց ոչինչ չի կարելի սпасել։ Ինքը չարիք է, չարքի ծնունդ է։ Ասում է կաթողիկոսը երեխա ունի, գործակալ է։ Լավ արե, իսկ ինքը ով է, անբարոյականի մեկն է, ինքը ով է։ Ինչ հայրանից ներկայացնում, որ եկել այս մեր երկիրը կործանել է։ Բայց կարող է կաթողիկոսը երեխա ունենալ, որ ասում եք լավ է արել։ Ես չգիտեմ ճիշտն ասած, ով ինչ է արել, թող ինքը իր անձնական կյանքով զբաղվի, իր երեխեքին հետևի։ Մեր անշնորհ աղջիկները ոնց են իրանց պահում։ Մեզանից թող հեռու պայրակեղտ ու ձեռքերը։ Կաթողիկոսը կարծում եք պետք է մնա։ Իհարկե պիտի մնա։ Իհարկե պիտի մնա, ինքով է, որ ինքը կաթողիկոս փոխի։ Ով է ինքը։ Ասում է ես առաքելական եկեղեցու հետևով։ Լավ էլի։ Մա դու շատ իր նայեք իրա վրա, որտեղ այրվում մաքրություն, ոտից գլուխ պիղծա։ Պատարագի եք մասնակցելու։ Նիկոլ Փաշինյանն էլ է այստեղ, ինչ կմասնակցեք իր հետ։ Հա, իհարկե, ինչի համար չէ։ Կողմ եք, որ ուզում է եկեղեցին բարեփոխի։ Իսկ պատարագի եք եկել մասնակցել։ Շնորհակալություն։ Եկել ենք եկեղեցի, եկել ենք եկեղեցի մեր մոմը վառել ենք ու դուրս ենք եկել։ Աստված թող փառավոր, պահապան լինի բոլորին վերջումը մեզ։ Իսկ տեղյակ եք, որ այստեղ Նիկոլ Փաշինյանն է ինքը եկեղեցին ուզում է բարեփոխի։ Բարեփոխումը տեղյակ չեմ, բայց գիտեմ, որ այսօր գարեր տեսանք, որ նոր եկավ։ Մտանես այդ լրիվ տեսանք բանացի, բայց բարեփոխումից տեղյակ չէ։ Ռազմակաթողիկոսը հեռացիր։ Ինքն է ասում։ Հա։ Ես չեմ կարող այդ հարցում բան ասեմ։ Չեմ կարող ասել ոչինչ։ Առաջ աստված թողնի, մինչև իրար լինելը էլի մարդա նստել, էլի ղեկավարա նստել, կաթողիկոսը նստած է եղել։ Ես չեմ կարող ոչինչ ասել։ Երեխա ունի, գործակալ է, ու էլի լիքը մի շարք բաներ է ասում։ Գիտեք, որ տենց ասենք, շատ հարցեր կա, շատ։ Ուղղակի չենք ուզում։ Մասնակցում եք պատարագին, Ոչ, վառեմ ու դուրս գամ։ Այսօր չեմ մնալու։ որ Նիկոլ Փաշինյանը այստեղ է դրա համար։ Չէ, բոլորովին կապ չունի։ Իսկ կիսում եք նրա եկեղեցին բարեփոխելու Չեմ կարող ասել, չեմ կարող պատասխանել։ Դժվարանում եմ։ Բայց կուզեի կաթողիկոսը հեռանալ։ Այսքան միլիցեյքը ինչի համար են եկել։ Այդ գումարը իրեն որտեղից։ Այս ձևի նենգությամբ ուզում այդ գումարը ինքը ստեղծի։ Դուք ինչ եք կարծում եկեղեցին ինչպես պետք է բարեփոխել։ Արդեն որ ինքը դուրս գա ստեղից, այդ ձևել կբարեն բնորոշվի։ Հիմա գնալու եք ներս մասնակցելու։ Ներսից եկա, դուրս եկա, չտեսա այդ սրպապիղծին։ Մեկ իր ներկայությունը ինչով էր ձեզ խանգարում։ Ամեն ինչով։ Հենց որ եկեղեցին սենց շրջապատված է ոստիկաներով, դա էլ հենց խանգարման առաջին նշանն է։ Ընդհանուր առմամբ բացի եկեղեցու, օրինակ թոշակառու եք, թոշակների հետ կապված, ընդհանուր քաղաքականությունը իր ինչպես է գնահատում։ Ցավը տանեմ, ինչպես պետք է գնահատենք։ Եկե չմտե ինքը իր աղջիկներն ու կնոջ համար է մտածում։ Նրա հələ չենք չտացել։ Այնքան սոված են եղել, որ միջև հիմա չենք չտացել։ Իսկ հասարակ մարդը իր թոշակով բավարարվում է, չտանում է։ Այդ ոնց է դրա փորը, այդ ինչ փոր է, որ չկշտանում։ Այդքան էլ Ալիևն էլ է տալիս, օգնում է, էլի չկշտանում։ Դուք դժգոհ եք, այսինքն որ կառավարությունը ձեզ անվճար բուժվելու հնարավորություն է տվել։ Մերնեմ ջան, ես ինքը զոհված եմ այր եմ, կարգը ունեմ, ինձ պետք չի իր այդ, դրա մեջ էլ խարդախություն կա։ Էդ էլ է խարդախ բան։ Խեն որ ասում առևտուր եք այսքան
ավելացնեմ։ Էդ էլ է խափում ինքը։ Հեսա գալու է որոշ ժամանակ հետո այդ տվածները նորից դրանցից վերցնեմ։ Մոտավոր 700 դրամից 1500 դրամ է հետ ստանալու քաղաքացին այդ 2% քեշբեքից։ Տեղյակ եք այդ մասին։ Տեղյակ եմ ու չեմ էլ օգտվում, Թո էդ էլ տանի օգտվի։ Ինքը խանութներ է դրա, ուզում է իր խանութները առևտուրը։ Որոնք են իր խանութները։ Այս Կոմիտասի վրա են խանութ, անուններս չգիտեմ, մտել եմ, որ իմանամ։ Ինքն էլ սատկի իր խանութներն էր։ Իսկ այդ որ այդ պարգևավճարները իրենց տվեցին դեկտեմբերին, ինչ կարծիք ունեք այդ մասին։ Հələ չեն կշտացել են ուզում։ Քիչ է, դա էլ է իրանց համար։ 7 միլիոն դրամ պարգևավճար ստացա։ 7 միլիոն անգամ գետինը մտնեն ու դուրս գան։ Ով որ այդ ձևի ժողովրդի փողերը ուտում են, իրանց պատարակի փայ անեն, էլի չասեն։ Աղա ձեզ բերման ենթարկեն։ Ջան, դա էլ սրանց է լավ բերման ենթարկեն, հա։ Ում մոտենում ես բերման ենթարկան։ Ինչ կասեիք Նիկոլ։ Այ քեզ է կարող է հենց սրա համար որ խոստանում ես բերման ենթարկեն, ինչ այլ է։ Իսկ ինչ կասեիք Նիկոլ Փաշինյանին։ Որ գետնի տակ անցնի, ուրիշ ոչինչ։ Հատարակ եք մասնակցելու բարևձեզ Նիկոլ Փաշինյանի հետ։ Հա, Չգիտեմ ով գա ներսս։ դուք կիսում եք նրա գաղափարը, որ կաթողիկոսին պետք է հեռացնել։ Պատարակ եք մասնակցել։ Այո։ Միշտ եք գալիս, թե որ Նիկոլ Փաշինյանն այսօր եկել է, որոշել եք մասնակցել։ Չեմ էլ իմացել, որ եկել է այս ամեն կիրակի մասնակցումը։ Եվ կիսում եք Նիկոլ Փաշինյանի այդ գաղափարը, որ պետք է կաթողիկոսին հեռացնել։ Ես չեմ զբաղվում, չեմ էլ ուզում պատասխան։ Չի հետաքրքրում ձեզ եկեղեցու շուրջին չէ տեղի ունենում։ Ոչ։ Նիկոլ Փաշինյանն էլ է ներսում, կշարունակեք իր հետ մասնակցել։ Իհարկե։ Կիսում եք նրա գաղափարը կաթողիկոսին հեռացնելու։ Կաթողիկոսին հեռացնելը այո, բայց եկեղեցուն դեմ չեմ։ Ինչու եք կողմ։ Գտան որ կաթողիկոսը արժանի չի այդ պաշտոնին։ Բայց ինչու։ Չգիտեմ, Ինչ եք լսել դուք։ Չեմ կարող ասել։ Լսել եք, բայց չեք կարող Չեմ ասել։ կարող ասել։ Ինչու։ Դե հաճելի չի։ Պատարակ եք մասնակցել։ Ես պատարակից նոր դուրս եկա, ձեզ ինտերվյու տվեցի։ Հա, բա ինչի դուրս եկաք։ Դե հիմա խունկ հավաք է։ Ես չեմ կարողանում դրա հետ հարմարվել։ Նիկոլ Փաշինյանին նկատի ունեք։ Չէ, թեկուզ պատարակ անողներին։ Համ չվերջացած գալիս ես խունկ հավաքեք, խունկին ուզում։ Ես էլ խունկը տվեցի իմ կողքի աղջկան, ասում դուք գցի, ես չեմ կարող։ Բայց ես եկեղեցին բարեփոխելուն կողմ եք։ Ես չեմ կարող դրա հետ որևիցե գաղափար կազմել, որովհետև ես մենակ հավատում եմ Աստծուն ու իր կատարած գործերին։ Ուրքերն են հարձակվում։ Բայց ինչա ձեր մոտ այսպես։ Շատ գիտեմ, ես ինչ է կատարվում։ Վարչապետն է եկել։ Բա, հեշտ բան է։ Չէ, ոնց կարող։ Կմասնակցեք Նիկոլ Փաշինյանի հետ։ Ոչ մի անգամ ինչի համար։ Ես իմ մամա վառում եմ ու գնամ։ Չեք կիսում եկեղեցին բարեփոխելու նրա։ Ոչ։ Ես 70 տարի վառել ենք մոմ ամեն ինչ նորմալ է, ինչ բարեփոխում։ Մամել դուք ամեն օր գալիս եք, հա, ամեն անգամ Նիկոլ Փաշինյանի այս պատարակներին նպատակը ո՞րն է, էլի, դուք այսինքն եթե Նիկոլ Փաշինյանը չգնա, դուք չեք գա, եթե պատարակ գնացող եք, ապա ինչ չեք գնում, օրինակ այն եկեղեցի, որը ձեր բնակավայրում է։ Նախ այդպես չի, իհարկե ամեն կիրակի վարչապետը որտեղ մասնակցել է պատարակների, ես իմ պարտքն եմ համարել ներկա գտնեմ, որովհետև դուք էլ լավ գիտեք, այս պատարակը նաև իր նպատակ ունի, ինքնամաքրման նպատակ ունի, որպեսզի Աստծո տունը մաքրվի այն կեղծ հոգևորականներից, ովքեր սքեմի տակ հանրությանը ներկայանում են որպես Աստծո ծառա, բայց մենք հանրությունս հայ եկեղեցու հավատարիմ հետևորդ հավատացյալ ժողովուրդը հստակ տեսնում են տարիներ շարունակ, որ Կտրիչ Ներսիսյանը եւ Կտրիչ Ներսիսյանի փոքրիկ մի հատ խմբակ, ովքեր ներկայանում են որպես Աստծո ծառա, որևէ իրականության հետ որևէ կապ չունի։ Այդ մարդիկ ուղղակի թաքնվելով Աստծո տան մեջ, Աստծո տունը վերենացել օտար երկա դեսպանատան շենքի, Աստծո տունը վերենացել փաստաբանական գրասենյակների, եւ սպասարկում են օտարի շահերը,
սպասարկում են այս պետության մեջ Հայաստանի Հանրապետությունը ինչքան թալանտ չի կա, ովքեր որ Հայաստանի Հանրապետությունը տասնյակ տարիներով օգտագործել են իրենց անձնական հարստության համար, կարծես թե դարձել է իրենց անձնական փաստաբանը եւ սպասարկում է այդ թալանտիների շահերը։ Հոգևոր կտրիչ Փաշինյանն է ձեզ ասել։ մի վարքյան։ Նիկոլ Փաշինյանը ինչ ասել է, դուք մեզնից լավ գիտեք։ Ամեն հայ մարդ գիտի։ Նիկոլ Փաշինյանը գախնի ոչ մի բան չի ասում։ Նիկոլ Փաշինյանը ինչ ասում է Նիկոլ Փաշինյանը ինչ ասում է հրապարակային է ասում, եւ Նիկոլ Փաշինյանի խոսքերին մենք բոլորս շատ լավ ծանոթ ենք։ Ուղղակի այս պատարակները Կիրակի օրով վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ նաև այս պատարակները կա արժեք, կա կարևորություն։ Եվ ատաժերքներից մեկը այն է, որ նրանք ովքեր այն հոգևորականները, ովքեր որ կապ չունեն եկեղեցու հետ, չեն սպասարկում եկեղեցու շահերը, Աստծո շահերը, ուղիղ կապ են հաստատել, ինչքան Աստծուն ոչ հաճելի թեմաներ կա այդ ամենի մեջ, նրանք պետք է հեռանան։ Որոնք որ մեկն ասեմ։ Մեկը ասա։ Առաջինից մեկը որ շնացել է։ Կտրիչ Ներսյանը շնացել է թե ոչ։ Զավակ ունի թե ոչ։ Ում է պրինցիպ ընկել։ Ինչի՞ չի պատել։ Ինքը իրանից այդքան գոռոզ է 100,000-ավոր հայ հռոմեական եկեղեցու հետ որ հավատացյալ մարդիկ հարց են տվել իրան եւ սպասում են մի վարք Բականներից բացի ոչ մեկը հարցը չի տվել։ ով ասեց ոչ նարեկ ջան մտեք մարդկաց մեջ հարցրեք ուղիղ իրան հարց է տված զավակ ունես թե ոչ շնացել ես թե ոչ թող այդ հարցին պատասխանի ինչ կապրիզն է Աստծո դանդե ում դեմ է կապրիզնություն անում Աստծո դանդե հա հավատացյալ մարդկանց դեմ։ Հիմա դա քեզ որպես այդ առաջիներից մեկը, երկրորդը, որին վերաբերյալ հարց ունեմ, տամ հետո կանցնենք երկրորդը։ Որպես հավատացյալ այդ ենթադրյալ երեխա ունենալու փաստը, ինչով է խանգարում քեզ քո եւ Աստծո կապի մեջ, որ դա ուզում ես կաթողիկոսի Նրանով է խանգարում, եթե ինքը երթում է կերել, չէ՞, ինքը ժխտել է իր երթումը։ Եթե ինքը ժխտել է երթումը ինքը խախտել է այդ օրենքները, ինքը ոնց կարա ծառայի Աստծո, ուտի ինքը ժխտել է երթումը, այդ առաջիններից մեկն եմ ասում, երկրորդն է, որ Կտրիչ Ներսիսյանը Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կողմից մերժված թալանչիների, մարդասպաների, այո Ռոբերտ Քոչյանը թալանչի է, Ռոբերտ Քոչյանը մարդասպան է, դարձել է անձնական փաստաբանը, որ ինքը դղժել է երթումը, շնացել է, հարց կա հստակ տված այդ հարցին չկա պատասխան։ Երկրորդը ինքը օտար երկրի իր եղբայրը ես մոռացա իր եղբոր անունը Կտրիչ Ներսիսյանի օտար պետության ագենտ է կակեբեշիկ է նաև չի բացառվում որ ինքն էլ լինի օտար երկրի ագենտ սա իմ սուբյեկտիվ կարծիքն եմ ասում երրորդը Կտրիչ Ներսիսյանը դարձել է այս պետությունում ինչքան թալանտ չի կա պետությունից, որ պետությունը աշխատացրել են իրենց անձնական շահերի համար հարստության եւ թալանել են պետությունը, դարձել է իրենց անձնական փաստաբանը։ Կտրիչ Ներսիսյանը տարբերություն է դնում հայ առաքելական եկեղեցու հետևորդ հավատացյալ մարդկանց մեջ։ Կտրիչ Ներսիսյանը մի տեսակ է, մի որակ է, մի տհաճ անձնավորություն է, ով չի համակերպվում ձայն Աստծո, ձայն բազմած այդ քաղաքացու որոշման հետ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանին, սա դուք եք ֆիքսում ու չեք կարա այս իրականությանը չհամակերպեք։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանին ընտրել են 100,000-ավոր Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ, հայ առաքելական եկեղեցու հավատարիմ հետևորդ հավատացյալ մարդիկ։ Կտրիչ Ներսիսյանը այս որոշման հետ չի համակերպվում։ Այս որոշումը նաև Աստվածաշնչում գրված է, ձայն Աստծո, ձայն բազմած։ Նարեկ ջան, ներողություն։ Կտրիչ Ներսիսյանը չհամակերպվելով, ընդդիմանալով ձայն Աստծո, ձայն բազմած որոշման հետ սպասարկում է հայ մարդկանց կողմից մերժված խուլիգան բանդայի շահերը։ Ոնց ես Կտրիչ Ներսիսյանին ընդունեմ, ոնց ընդունեմ, էլի հարց, ոնց որ այդ մարդը իր տեղում չի ինքը պետք է այդ Կտրիչ Ներսիսյանը հոգևոր կյանքը
Հայաստանի Հանրապետությունում դրել է վտանգի տակ։ Դուք երբ հասկացաք այդ մասը։ Ես անձամբ սա տարիներ առաջ եմ հասկացել 2017 թվականին եմ հասկացած ով ասեց մենք միշտ բարձրաձայնել ենք միշտ տարբեր առիթների ժամանակ անձնական խոսակցությունների մեջ միշտ բարձրաձայնել ենք Նարեկ ջան Այսինքն ոնց որ թե հաջողության չեք հասնում ով ասեց մի տարին հեսա կլրանա բայց կաթողիկոսը անսասան իր տեղում Ո կաթողիկոս այլևս կաթողիկոս չէ ինքը այլևս գոյություն չունի Կտրիչ Ներսիսյանը այլևս կաթողիկոս չէ Կտրիչ Ներսիսյանը այլևս գոյություն չունի Մայրաթորունումով է հիմա շարժական որպես առարկա ինքը հա սենց գնում է գալիս է բայց ինքը որպես կաթողիկոս գոյություն չունի ինքը այլևս կաթողիկոս չէ Կտրիչ Ներսիսյանը Այդ մարդը չեք կարողացել հեռացնել հիմա ձախողել եք դուք Ով ասեց ձախողել ենք այ ամեն կիրակի այս պատարակների լեբլեցուն հավատացյալ մարդկանցով ապացուցում է որ ձախողված չէ Հայաստանի Հանրապետությունում երբևիցե դուք ավելի լավ գիտեք Նարեկ ջան երբևիցե կիրակի օրերը պատարակների ժամանակ Աստծո տաները այսպես լեբլեցուն չի եղել հավատացյալ մարդկանցով երբևիցե չի եղել այդ բան պատմության մեջ խումբը ասում են անընդհատ ամենտեղ գնում է ով է գնում ով տարբեր ես ամեն օր ամենտեղ գնում եմ բայց ոչ թե ես նաև կան հարյուրավոր հազարավոր մարդիկ որտեղ որ տեղի ունեն այս պատարակները գնում հիմա նախանցած կիրակի ես ուրիշ եկեղեցի եմ գնացել Նարեկ ջան բերենք մի հատ փաստ հասկանանք մի հատ իրականություն հասկանանք որ այլևս Կտրիչ Ներսիսյանը գոյություն չունի այլևս ամեն կիրակի այս պատարակները հայ մարդկանցով լեբլեցուն ցույց է տալիս որ ոչ մի բան ձախողված չէ ամեն ինչ իր հունով է թվում է այն Աստծո կամքով ամեն ինչ լավ է լինելու Միշտ եք այստեղ պատարակի գալու Ինչքան հնարավոր է Իսկ ինչու հիմա ներս չեք մտել կներեք իհարկե Ինչպես Իսկ ինչու հիմա ներս չեք մտել կներեք Ներստեղ չկա Ներստեղ չկա Մեկ երկրորդ հերթին դուրս ավելի եղանակահարմար է Ներսն եղել եմ նորից դուրս եմ եկել նորից մտնելու եմ Այս կոմիտասում եք բնակվում հա Մոտիկ եմ ստեղ շատ մոտիկ եմ քայլելու Այս եկեղեցին եք գալիս Որը հարմարել եմ տվյալ ժամանակ ես եկեղեցիներ եմ գալիս բանի Ռուսիայի մոտինել եմ գնում տարբեր տեղեր որտեղ հնարավոր է Իսկ Փաշինյանի հետ հաճախ եք մասնակցում եւ հնարավորության դեպքում այո Կիսում եք նրա գաղափարը 100%-ով Ինչու պետք է օրինակ կաթողիկոսը հեռանա Պատճառները ձեզ հայտնի չի ասեմ առնվազն 5 թվարկեմ Առաջերտին ինքը կուսակրթության օրենքն է խախտել 1 երկրորդ հերթին այս 30 տարիների ընթացքում կամ մոտավորապես այդքան տարիների ընթացքում ազգի հանդեպ անտարբեր է գտնվել 44-օրյա պատերազմի ընթացքում աղմուկ չհանեց որովհետև չոժանդակեց չմիշամտեց որևէ հարցով հետագայում սկսեց քաղաքական հայացքներ դրսևորել հետո սկսեց պետության դեմ շարժումներ անել դրանք բոլորը ինձ համար հիմք են որ պետք է հեռանա իմ տեսակետից ինքը անվտանգության խնդիր է Ինչ օրինակ ո՞նց է անվտանգության խնդիր առաջացնում Հայաստանում հիմա ձեր կյանքը ինչ վտանգվում է որ նա կաթողիկ Ինչպես Այո ինչպես որովհետև այդ մարդը հիմա հայկական պետության դեմ է ես իմ պետության կողմն եմ դրանով արդեն վտանգ է հազիվ կարողացել ենք այսքան տարվա մեջ խաղաղություն ստեղծել Այդ մարդուն ձեռք չի տալիս խաղաղությունը եւ իր նմաններին Այդպես Բայց ասում են վարչապետը ինչ գործ ունի դա եկեղեցին ինքը իր մեջ այդ հարցերով կզբաղվի կմախր Վարչապետը եկեղեցու հարցերով չի խառնվում Վարչապետը խառնում է այն հարցին որ եկեղեցուն վտանգում է այդ մարդը մեկ երկրորդ հերթին եկեք հակառակը նայենք իսկ ինչ է եկեղեցում խառնվում պետության գործերին չէ որտեղից սկսվեց Ձեր պատասխան Բայց կարծեք թե Նիկոլ Փաշինյանին չի հաջողվում կաթողիկոսին հեռացնել հեսա մի տարին կլրանա բայց կաթողիկոսը անսասան իր տեղ ժողովուրդը հավաքված են դա արդեն նշանակում որ կհաջողվի Բայց չեք տեսնում Մայրաթորում երբ ինքն է պատարակ մատուցում ինչքան ավելի շատ մարդ է հավաքվում Դե վերջին հաշվով Մայրաթորում պետք է որ մատուցվի հասկանալի է դա բայց
շատ տարօրինակ կլինի, որ այսքան ժողովուրդ գալիս են ամեն շաբաթ եւ դա արդյունք չի տալու։ Արդյունք 100%-ով կտա։ Ժողովրդին ում էր հարցնակ, չեմ ասի 100%-ով, բայց թերևս 90%-ով կամ ավելը կողմավոր դուրս գա այդ։ Իսկ դուք ինչով եք զբաղվում։ Ես գրաֆիկ դիզայներ եմ։ Պատարակ էիք մասնակցում։ Հա, Այն չեք գնում։ Շտապում եմ, գործ ունեմ, հիմա եկա մասնակցեցի, իմ պարտքը կատարեցի, Իսկ գնում եմ։ Նիկոլ Փաշինյանը այստեղ էր, ինչ կարծիք ունեք իր այստեղ այդ Շատ լավ կարծիք յուրաքանչյուր հայի մասին, ով որ եկեղեցի։ Իսում եք։ Ինչ կարծիք ունեք Նիկոլ Փաշինյանը ուզում է եկեղեցին բարեփոխել։ Այստեղ այ դեպ կմասնակցեք իր այդ պատարակի։ Իհարկե։ Կողմ եք, որ ուզում է կաթողիկոսին հեռացնի։ Հա։ Ինչի։ Լավ չէ։ Ինչ արել այդ մարդը ձեզ։ Մի փամփասեք եկեղեցի։ Միացել եք եկեղեցին բարենորոգելու ծրագրին Նիկոլ Փաշինյանը բարենորոգում է եկեղեցին։ Ոչ, իհարկե կաթողիկոսին հեռացնենք։ Լավ, բան հարցեր, պրովոկացիոն հարցեր մի տվեք։ Չէ, բայց ինքը ասում է կաթողիկոսին պետք է։ Թող ինքն ինչ ուզում է ատի, ես տարածքի բնակիչ եմ, սա իմ եկեղեցին է, ամեն կիրակի գալիս եմ, իսկ Նիկոլը թող իր համար վեր ընկնի միտեղ։ Ներսն է։ Ներսնա չմտա։ Ինչի՞ բայց։ Չեմ ուզում։ Ինչի՞ չեք ուզիր այդ մասնակցել։ Ամեն մարդու հավատքը էստեղ է, միտքը էստեղ է։ Աստված վերև։ Մենք ինչ չենք տեսնում, տեսնում է Աստված։ Դուք կուզեիք կաթողիկոսը հեռանալ։ Ես այն ինչ որ Աստծո ձեռքով է, մենք իրավասու չենք ոչ մի բան։ Այն ինչ որ Տերը պետք է անի, հույս ունեցեք, մաքուր հավատացեք, բոլորը, երբ որ մենք ազգովի մաքրվենք, մաքուր հավատանք, Տիրոջից կգա մեզ այդ լույսը, այդ փրկությունը, ու միշտ է եկել 17 դար։ Բայց ինչ կարծիք ունեք, որ ուզում եք կաթողիկոսին հեռացնի։ Ես այն ինչը որ Աստծուն, ինչը կեսարին, թող ինչը որ մարդու դատապարտելին է, մարդը դատապարտի, ինչը Աստծուն է Աստված։ Այն ինչ որ Աստված պետք է անի, մարդը չի հասցնի անի։ Հավատքով, բոլորդ հավատքով առ Աստված նայեք, աղոթեք մաքուր սրտով ու կգա վերևից կգա այդ մաքուրը, հավատացեք։ Միանում եք Նիկոլ Փաշինյանի եկեղեցին բարենորոգելու այս ծրագրին։ Բարև ձեզ, դուք միացել եք Նիկոլ Փաշինյանի եկեղեցին բարենորոգելու ծրագրին։ Ես ընդհանրապես իր հետ միշտ միացած եմ։ Ուզում եք կաթողիկոսը հեռանա։ Ես եկել եմ աղոթելու, ամեն անգամ աղոթում եմ Տեր Աստված փրկի Հայաստանը Նիկոլից ու Նիկոլի նմաններից ու Նիկոլին ծառայողներից եւ բարձրաձայն պատարակից առաջ իմ աղոթքը այդպես եմ հնչեցրի, ես դրա համար եմ եկել, մնացած Աստծո կամքն է, թող ինքը ամենաարդարն է, թող մնացած Աստված կորոշի ինչ անել, ես եկել եմ հենց դրա համար, ես չկարողացա լսել պատարակը, գրեթե ամեն կիրակի գալիս եմ ես այս եկեղեցին, ես չեմ ուզում իր պատճառով գնալ մեկ ուրիշ եկեղեցի, որտեղ այս եկեղեցին ինձ շատ հարազատ է։ Ես կներեք, ես հուզվում եմ, ես չգիտեմ, անդադ լացեցի, խնդրեցի Աստծուն, փրկի Տեր Աստված, կործանումից փրկի Նիկոլից ու Նիկոլի նմաններից, ինչպես կարող է մեկը, որ եկեղեցին Չուլան է անվանում, մեկը, որը անիմաստ բռնել է տալիս եպիսկոպոսներին, մեկը, որը վիրավորում է ինձ, իմ հոգևոր առաջնորդին կտրիչ անվանելով։ Գիտեք ինչ եմ արել, ես նույնիսկ մարդու իրավունքների պաշտպանին նամակ եմ գրել բողոք, որ Հայաստանի քաղաքացի Նիկոլ Փաշինյանը խախտում է իմ դավանանքի ազատությունը, վիրավորում է ինձ ու շատ հավատացյալների։ Ու պատասխան է եկել, պատկերացնում եք երևի մոտավորապես ինչ պատասխան, ոչ մի բանի մասին։ Իմիջայլոց նամակն էլ մոտս է, եթե ձեզ հետաքրքիր է կարող եմ ցույց տալ։ Դուք որպես հայ առաքելական եկեղեցու հետևորդ, օրինակ հարցեր ունեք ամենայն հայոց կաթողիկոսին, թե ոչ։
Եթե ես հարցեր ունեմ, տեսեք, ես հարցեր ունեմ մարդու իրավունքների պաշտպանին, ես սա գրել եմ։ Եթե ես հարցեր ունենամ ամենայն հայոց կաթողիկոսին, ես հարցեր կուղեմ իրեն։ Ես հիմա չունեմ իրեն հարցեր։ Դա որ ասում են զավակ ունի բան այդ դա մտահոգում է ձեզ այդ թեման թե ոչ։ Գիտեք ինչ, այնքան այդպիսի սուտ բաներ ենք լսել, որ այդպիսի բամբասանքներին չեմ հավատում։ Ես մի քիչ տարիքս ներում է, այդ նույն բամբասանքները խոսում էին մեղակ ես Տեր Աստված, խոսում էին նաև մյուս կաթողիկոսների մասին։ Անընդհատ այդպիսի բամբասանք եղել է ու եթե այսքան ժամանակ այդ բամբասանքը լսվել է, ինչի ես պետքա բամբասանքի վստահեմ, ոչ թե ամենայն հայոց կաթողիկոսին։ Մեղատեր քեզ Աստված բոլոր նրանց, ովքեր որ գնում այդ բամբասանքի հետևից, չի կարելի։ Հետո դա ինչ հորինած հարց է։ Ես չգիտեմ ինչի են այդ հարցը անընդհատ տալիս։ Ինչի դուք անընդհատ այդ հարցը տալիս։ Քաղաքականության մեջ է մտնում դրա համար եկեղեցին անջատ է քաղաքականությունից։ Ասում առաջին ասում ինքն է միջամտել։ Ինչին է միջամտել։ Չէ, ես փոխանցում եմ իշխանության թեզերը։ Ասում են որ դե առաջին ինքն է, այսպես ասած, միջամտել քաղաքականության, դրա համար էլ հիմա իշխանությունները ուրեմն հետևում եմ վեհափառի Աստված երկար տարիներ կյանք տա մեր վեհափառին, հետևում եմ իր խոսքին, ամեն ինչին, ինչ որ ինքը ասել է 44 օրյա պատերազմի ժամանակ, մասնակցել եմ միասնական աղոթքի, այ դուք ինչի չեք մասնակցել, կարող որ դուք էլ մասնակցեիք միասնական աղոթքի, այսպես չվերջանար Արցախի հարցը։ Բոլորը միասնական աղոթքի մասնակցեին։ Դուք այնտեղ բոլորին տեսակ եւ միայնից չտեսակ, հա, բոլորին դեմքով ճանաչում եք։ Ես չգիտեմ, որովհետեւ դուք հարցեր եք տալիս, որ ես էլ ընկնում եմ այդ ենթադրությունների գիրկը։ Եթե մասնակցել եք, ուրեմն Փառք Աստծո, լավ է կարել բոլոր նրանց, ովքեր որ չեն մասնակցել։ Հետևել եմ իր խոսքին, ինչ է ինքը ասել պատերազմից հետո, ինչպես է ինքը փորձել հավաքել բոլոր երկրի ղեկավարներին կամ մարդկանց ասել նստեք քննարկեք, եղել է չէ այդպիսի բան, նստեք քննարկեք ինչպես դուրս գանք այս ծանր վիճակից, եթե դա քաղաքականություն եք համարում, ուրեմն շատ լավ է, ճիշտ է, ես ողջունում եմ այդ քայլը։ Շնորհակալություն։ Իսկ դուք խոստացեք, որ չեք կրճատի իմ խոսքը եւ կհրապարակեք։ Ամբողջական կհրապարակեք։ Նույնիսկ այս մասը։ Դե ձեզ տեսնեմ։ Հաջողություն ձեզ։ Ու մի բան էլ ավելացնեմ, քանի որ ես ամեն անգամ գալիս եմ, ես չկարողացա, ես գալիս եմ իմ հոգու վերքերի համար մխիթարանք գտնելու, որտեղ միակ մխիթարանքը պատարագից հետո խաղաղվելն է։ Եվ երբ որ ես տեսա դուք պիտի զգաք այդ մթնոլորտը, աղոթքի մթնոլորտ, որ իսկապես կա, ես խնդրում եմ դուք եկեք հաջորդ պատարագին, դուք կզգաք ինչ մթնոլորտ է աղոթքի, իսկապես մարդիկ աղոթում են, ոչ թե այսպես կանգնած են, դա զգալով է, դա բացատրելով չի, ես չկարողացա մնալ մինչև վերջ։ Ինչ զգացողություն ունեիք։ Զգացողությունը շատ լարված էր, այսինքն այդ լարվածությունը կա, որ կեսը, այնտեղ տեսնում եք այստեղ որ կանգնած են բնականաբար ոստիկաններ են կամ ծառայողներ են, կեսը ովքեր որ ներսում են, իրանք ոչ թե աղոթքելու համար են եկել, իրանք sense ուղակի մեկը մյուսին նայելու համար են եկել, դա շատ է խանգարում աղոթելուն։ Մի քանի մարդ կա, որ մշտապես գալիս է ամեն կիրակի, իրենք եկել էին ու իրենք Փառք Աստծո, իրենց հավատը երևի ավելի մեծ է, քան իմը, իրենք ամեն անգամ մինչև վերջ նվիրված աղոթում են, մյուսներին ես չտեսա, եթե դուք հաջորդ կիրակի գաք այս եկեղեցին, կտեսնեք լեփ-լեցուն է, նույնիսկ ծնկաչոք աղոթելու տեղ չի լինում, կտեսնեք երիտասարդություն, որ աղոթում է։ Ես բոլոր հնարավոր ձևերով ասեցի, խնդրում եմ Տեր Աստված, փրկի Հայաստանը Նիկոլից ու Նիկոլի նմաններից։ Դուք միացել եք Նիկոլ Փաշինյանի եկեղեցին բարենորոգելու այս ծրագրին։ Երբեք չեմ, որովհետև մի քիչ անառողջ եմ, դե երբեք չեմ հետևած։ Հիմա ինքը ներսում եք, մասնակցեք իր այդ պատարագին։ Արդեն գնում եմ ներս։ Տեսել եք, որ ուզում եք կաթողիկոսին հեռացնել։
լսել ենք, բայց ես չեմ հետաքրքրվում այս բաներից, որով ճիշտ իրականությունն ու սուդը մենք ալ չգիտենք ինչպես է։ Թողնենք։ Մասնակցում եք Նիկոլ Փաշինյանի եկեղեցին բարենորոգելու այս ծրագրին։ Այո, ես սատարում եմ Նիկոլ Փաշինյանի եւ շատ սիրում եմ եւ իր կողմնակիցներից եմ։ Կողմ եք, որ կաթողիկոսը հեռանա։ Այո։ Ինչու։ Դե գտնում եմ այդպես, ինչ անում է վարչապետը ճիշտ անում եւ ցանկանում եմ, որ ուրիշ կաթողիկոս լինի։ Բայց պետքա հիմք լինի, չէ՞, օրինակ դուք որպես հավատացյալ ինչն եք հիմքում։ Այդպես մանրամասը ասել, ներեցեք շտապում եմ, բայց իմ կարծիքով ինչ անում է վարչապետը ճիշտ է անում։ Այո։ Դուք ինչ եք կաթողիկոսի դժգոհ։ Ճիշտ ասած մանրամասը չեմ կարող ասել, կներեք։ Մանրամասներ Ես չգիտեք։ միայն կարող եմ, չէ, ես ուղղակի ժամանակ չունեմ իմ շատ երկար բարակ զրուցելու, միայն մի բան կարող եմ ասել, ես ինչ անում է վարչապետը ճիշտ է անում։ Այո, այսքանը։ Ամեն կիրակի գալիս եմ այստեղ, համարյա ամեն կիրակի գալիս եմ։ Այսօր էլ ես եկել եմ, ես չեմ էլ իմացի, որ վարչապետը ներսում է։ Ապրի մեր վարչապետը։ Ինչի՞ լավ լեք։ Դեպի լավն է տանում, խաղաղություն է տանում, պատերազմ չենք ուզում։ 7 միլիոն պարգևավճար է նախարարներին տալիս, իմացաք։ Իսկ այն նախկինում չեն ստացի։ Նախկինը վատներ դրա համար փոխեցին հիմա։ Չէ, էդիկ ես չեմ հավատում։ Ինչին չեք հավատում, ստացողը ասում է 7 միլիոն դրամ պարգևավճար է։ Կարող օդի մեջ ասեն։ Ես չեմ Մարդը հավատում։ ասել է պարգևավճար է։ Մեր վարչապետը լավն է։ Վերջ։ Դուք ուզում եք կաթողիկոսը հեռանա։ Հեռանա։ Չէ, հակառակ, ուզում եմ որ մի 5-10 տարի։ Չէ, կաթողիկոսը ուզում եք հեռանա։ Հա։ Ինչի։ Հա, որտեվ ես էջմիածնեցի եմ։ Եվ տեղյակ ենք էլի։ Ինչից, պատմեք մենք է տեղեկան։ Չէ, չեմ պատմի։ Ինչի, այդ ինչ եք տեսել որ չեք։ Ինչ ա եղի որ։ Դե մենք որ բանա 44 օրվա ժամանակ որ զոհվեցին, էլավ մի հատ զանգերը քաշեց, չքաշեց։ Դուք էլ եք աջակցում Նիկոլ Փաշինյանին կաթողիկոսին հեռացնելու այս գործընթացում։ Աջակցել, ասենք ինչ նկատի ունես նա։ Ուզում եք կաթողիկոսը հեռանա, թե ոչ։ Ուզում եմ, հա։ Ինչի։ Դուք չգիտեք ինչի։ Դե ձեր դիրքորոշումն եմ ուզում հասկանալ։ Իմ դիրքորոշումը ուզում եմ որ հեռանա։ Աննպատակ ուզում եք հեռանա։ Աննպատակ ոնց եմ ուզում Դե հեռանա։ բա հիմնավոր եք օրինակ։ Առաջինը որ հենց ասենք ինքը որ ժխտել է կուսակրոնությունը Հայաստանում։ Մենակ այդ մի հարց է հերիքա իմ պատկերացումով։ Իսկ կներեք դուք ինչ գիտեք, խախտել է թե ոչ։ Ձեզանից, կողքից, մամուլից, ձեր կոլեգաներից, ովքեր որ ասենք, ես հաստատ չեմ մացե, բայց եթե որ ասենք ազգի 70% ուզում է որ հեռանա, պետք է հեռանա։ Բայց այս երկրում Նիկոլ Փաշինյանից բացի ոչ մեկ դա չի պնդում։ Մյուսները Նիկոլ Փաշինյանի ասածից ելնելով հարցադրում են անում։ Ես գիտես ինչ, ես կուզենայի իրանից լսեի, որ իրոք այդ բանը չկա։ Գոնե մի անգամ ինքը ասեր ժողովրդին, որ ժողովուրդ խափում են ձեզ։ Այս ժողովուրդը որ կա, ես չեմ ուրեմն կա, չէ՞ իրոք։ Նարեկ ջան, դուք ո՞նց եք պատկերացնում, ասենք։ Ինքը գոնե մի անգամ ասի չկա ժողովուրդ, ձեզ խափում են, որ այդ ժողովուրդը ասենք չմտածի, իրոք, եթե ինքը ճիշտ է, թող մի անգամ ձեն հանի, ախպերս։ Եթե ձեն հանի, մենք էլ կհավատանք, չէ՞։ Ժողովուրդը բոլորն էլ ասենք կհավատան, որ իրոք ինքը կուսակրոնության ուխտը Աստծուն է, չէ՞ տվել։ Հա, ինչը դե Աստծուն է տվել, ինչը նկատի ունեք, հարցը մինչև վերջ տվեք, ես պատասխանեմ։ Ինքը այսպես ասած Աստծո հետ իշ հարցերը կարգավորի։ Բա ժողովուրդը գիտի, չէ՞ որ խախտում է, չէ՞, բա Աստծուն թող, հա, էլի ես ու դու Աստծուն պաշտում ենք, գիտենք ինչա, բայց եթե ինքը ասենք ժողովրդին ինչ պատասխան տա։ Նկատի ունեմ ամեն մարդ, երբ որ Աստծուն բան է խոստանում, հետո ինքը պետքա իրեն հաշիվ տա, դա իր խղճին։ Ինքը իր խղճին թող հաշիվ տա, բայց ժողովրդի խղճին ով հաշիվ տա։ Ժողովրդությունը գործիքներ ունի, որ միջամտի այդ հարցին, ասածս դա է։ Իշխանություն, ես արդեն պարզ տեսնում եմ, որ դատական գործեր են բացում, ասենք դե ուրեմն իշխանությունն էլ չէ, եթե իշխանությունը դատական գործը բացում են, իշխանությունը հիմի ձեր կարծիքով ասենք վերականգնեցնում է մեկի ասենք խոսքի
ինչ-որ մի բան, դե պարզ չի, որ իրավունք ունի, ոչ չունի։ Ունի։ Որտեղ եք դուք ապրում։ Ռալկոմ, իջա մեքենայով, դեսա հավաքված Երբեք կոմիտասես կամ պաշտպանված եղել է ոստիկաններով անվտանգության բանալաշտ, թե ամենաթողությունը։ Դե բնական բան է, եթե երկրի ղեկավարը այցել է, ոչ մեկն չի մացել, եթե երկրի ղեկավարը այցել է, բարձ չի որ պաշտպանությունը կա։ Մենք շատ բան ենք տեսել, չէ՞ Նարաջան, ասեք։ Շատ բան ենք տեսել, չէ՞։ Ասենք խոսքի ոնց ալնում պաշտպանությունը, եթե երկրի չենք տեսել ենք, հոկտեմբերի 27 ենք տեսել, չէ՞ ախր։ Ոնց կարա երկրի ղեկավարը պաշտպանված չլինի։ Պետք է պաշտպանված լինի, իհարկե։ Ինոք այս կոմիտասում հասարակական կարգ ապահովում, հա։ Հա, շատ լավ, նորմալ, տեսնում ենք ոստիկանությունը, իհարկե, պաշտպանվում է, ոնց չէ։ Բայց եթե երկրի մյուս օրերին էլի աշխատում եմ ոստիկանությունը։ Ես մեքենայով անցնում եմ, տեսնում եմ անցումները, կարգավորում են, կանգնած են, միտեղ սվետաֆոր չի աշխատում։ Իհարկե նորմալ է, բան չունեմ ասելու, բայց ինչ որ երկրի ղեկավարը, ասենք ոստիկանությունով, դե իհարկե պետք է պաշտպանվի։ Ու հիմի այս ընթացքում պետք է որ ինքը իրան իհարկե որ պետք է պաշտպանվի։ Կոմերը վառ էին, էլի, Մայրամաստվածածի օրը մտամ, այսքան մարդ կար, սաղ լուսերը անջատացին։ Ասկար Նիկոլը խանդել իրա սրատանեքին բնին էշ թասնի չցեք տալի։ Այդ ոնց է լավ մենք տենում ենք, դուք չեք տենում։ Սաղ կոշկեր ես ենք մնա։ Անունս եք տաս, անունս եք տաս։ Չեկիստները մտել են հայկական ասնոտանները Այստե չեկի չկա, հլը հանգստացի, չեկիստը դու ես, վրան նայ։ Ասում են բանկետ են հայ ժողովրդի հավատ կպահել, գնացեք սաղըտ կաներում։ Գնա հանգստացի։ Thank you.